Բարև ձեզ սիրելի քաղաքացիներ, ուրախ եմ ձեզ տեսնելու համար։ Այսօր մենք սկսում ենք իրական Հայաստանի գաղափարախոսության նախագծի քննարկումները։ Նախ ուզում եմ սկսել նրանից, թե իմ գնահատմամբ ինչի համար է գաղափարախոսություն եւ ինչ է գաղափարախոսություն ընդհանրապես եւ ինչի համար է այն անհրաժեշտ։ Ես կարծում եմ, որ գաղափարախոսությունը բանաձևերի համախումբ է, որով մենք գնահատում ենք մեր իսկ գործողությունները, որոնց վրա հիմնվելով կայացնում ենք որոշումները, որովհետև ընդհանուր առմամբ մեր իրականության մեջ է, ցանկացած իրականության մեջ է միշտ տարբեր իրադրությունների եւ որոշումների հետ կապված կա բանավեճ։ Արդյոք այս որոշումը ճիշտ է թե սխալ է, կան ավելի սուր քննարկումներ եւ քննադատություններ։ Այս որոշումը պետական է թե ապապետական է, այս որոշումը հայրենասիրական է թե հակահայրենասիրական է, բայց խնդիրն այն է, որ որևէ բան գնահատելու համար պետք է հասկանալ այն ուղենիշը, որի նկատմամբ, որի հետ հարաբերություններում մենք այդ չափումը իրականացնում ենք, որովհետև որոշումները կարող են լինել ամենատարբեր, որոշումները տարբեր դիտանկյունից եւ տարբեր խնդիրների եւ տարբեր նպատակադրումների եւ տարբեր գաղափարախոսությունների տրամաբանությամբ կարող են լինել ճիշտ, նույն որոշումը կարող է լինել ճիշտ եւ նույն որոշումը կարող է լինել սխալ։ Նայած թե ինչի հետ ենք մենք համեմատության մեջ դնում եւ այս առումով իրական Հայաստանի գաղափարախոսությունը ինչպես ամեն գաղափարախոսություն, բայց տվյալ դեպքում քննարկում ենք իրական Հայաստանի գաղափարախոսությունը եւ պետք է արձանագրել թե դա ինչ է եւ ինչի համար է։ Դա իմ գնահատմամբ ապագայի նախագիծ է, որը իրագործվում է ներկայի մեջ, ներկա պայմաններում սկսած ներկայից։ Սա է շատ կարևոր մի նրբություն է, որին ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, ապագայի մասին մեր ընկալումների եւ պատկերացումներին եմ ուզում անդրադառնալ, որովհետեւ ապագայի մասին մեր ընկալումներում երբեմն ճեղք կա, որովհետեւ մենք այն պատկերացնում ենք երազային այսօրվանից անջատ, մինչդեռ կիրառելի է ապագայի այն մոդելը, որը իրագործվում է այսօր։ Ես իմ թեզերը էկրանին նաև ցույց եմ տալիս, որ նրանց ավելի հեշտ է էկրանով հետևել։ Նկատում եմ ես ինչ որ հիմա ասում եմ, որոշ գրառումներ էկրանին արտահայտված է, եւ ապագայի մասին մեր պատկերացումների մասին էլ ես շատ մտածել եմ եւ երբեմն արձանագրում եմ, որ ապագայի մասին մեր պատկերացումները այսօրվա հետ ուժեղ կապի մեջ չեն։ Այսինքն մենք դա գիտեք ինչ հոգեբանական իրավիճակի է նման, երբ որ մենք ինչ որ մի ապագա պատկերացնում ենք, ինչ որ մի ապագա ուզում ենք եւ ինչ որ մի ապագայի վերաբերյալ պետք է անենք գործողություններ, բայց մենք էլ ենթագիտակցորեն սկսում ենք մտածել, որ դե այդ հենց ապագայի մասին է, այսօր ուրիշ գործեր կան, այսօր այդ ուրիշ գործերը կանենք, այն ապագայի գործերը վաղը կանենք, բայց վաղը էլի գալիս է այսօրը երբեմն, որ մենք ասում ենք լավ, այսօրվա գործերն էլ անենք, այն կանենք, որովհետև ապագային դեռ ժամանակ կա։ Իրականում խնդիրն է նա, որ կամ համենայն դեպս իմ ընկալումը կամ իմ նոր ընկալումն է նա, որ ապագայի համար ժամանակ չկա։ Որովհետև ապագան այսօր է, եթե այսօր դու ասում ես ապագայի համար թողենք հետո կաշխատենք, այդ նշանակում այդ ապագան կորսված է։ Այն որևէ բան, սերմը կարող է, եթե սերմը այսօր գցենք, այդ նշանակում է վաղը, որը էլի այսօր է, արդեն պետք է ծիլ տված լինի մենք, այսինքն այսօրվա գործը չի կարող կտրված լինի այդ սերմը խնամելու հետ, այդ սերմի շուրջ աշխատանքն է ապագա։ Մենք չենք կարող ուրիշ բանով զբաղվել, մտածելով, որ դեռ ապագայով զբաղվելու ժամանակը չի եկել, եւ այս առումով ես շատ կարևորում եմ ապագայի մեր մոդելը։ Ընդ որում ես ուզում եմ հետեւյալը ասեմ, որ այն ինչ որ ես հիմա ասում եմ,
այն ինչի մեջ մեր իրականության վերաբերյալ քննադատական երանգ կլինի, դա ինքս իմ մասին է, որովհետև ինչ որ առումով այս ամեն ինչը մտքի ընկալման փոփոխություն է, որը ես վարչապետի պաշտոնում ապրել եմ եւ ապրում եմ, եւ այս խոսակցությունը նաեւ դա կիսելն է, որովհետեւ ես համոզված եմ, որ բազմաթիվ քաղաքացիներ այս նույն բանը, այս նույն ընկալումները զուգահեռ մենք իրար հետ զուգահեռ ապրել ենք, որովհետեւ ես չեմ ուզում թաքցնել, մենք նաեւ քաղաքական թիմում երբ որ քննարկում ենք, ես ասում եմ եկեք գնահատենք, թե այս ամեն ինչի արդյունքում, այս ամեն ինչից հետո, այս ամեն ինչի պայմաններում մենք ինչ ենք շարունակում Հայաստանի Հանրապետությունում մնալ իշխանություն, ինչ ենք մենք շարունակել մնալ կառավարող ուժ, չնայած բոլոր պայմանները թվում է թե կային, որ այդպես չլիներ, մասնավորապես 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո հետագա իրադարձություններում եւ այլն եւ այլն։ Եվ ես մենակ ունեմ մի բացատրություն դրա համար, որովհետեւ այլ բացատրություն ես չեմ կարող գտնել, որ այն փոփոխությունը, որ մեր մտքում տեղի է ունենում, այն ինչ որ մենք մտածում ենք, Հայաստանի հազարավոր քաղաքացիներ, անկախ նրանից իրանք դրա մասին բարձրաձայնում են, թե չեն բարձրաձայնում, իրանք էլ են զուգահեռ այս փոփոխությունը տեղի ունենում։ Որտեւ զուգահեռ փոփոխություն տեղի չունենար, այն ինչ որ մեր մտքում է տեղի ունենում, մենք չենք կարող շարունակել լինել իշխանություն կառավարությունը Հայաստանի Հանրապետությունում, չի լինում տենց ուղղակի։ Եվ ես շատ կարևոր եմ համարում, որ իրականության մասին ինչ որ ասում են կամ ինչ որ կասեն, որի մեջ կլինի քննադատական կամ կա քննադատական երանգ մեր, երբ որ ասում եմ մեր, ես ինձ նկատի ունեմ առաջին հերթին։ Եվ սա շատ կարևոր նյուանս է ընդգծելու համար։ Եվ հետևաբար իմ ընկալումն է նա, որ ապագան օրգանական կապով պետք է կապված լինի այսօրվա հետ, որ այսօրվա ջանքը ուղղված լինի ապագային, որ այսօրվա մեջ ապագան հիմք ու հենարան ունենա, որովհետև այսօրը ամենակարևորը ապագայի հենարանը է այսօրը, որովհետև երբ որ ապագան այսօրվանից կտրված է, ինքը չունի հենարան, հասկանում եք, մենք որևէ ով մարդը, երևույթը, երբ որ ինքը չունի հենարան, ինքը անընդհատ տեսություն է, ինքը երբեք էլ չի գալիս, երբեք գոյություն չի ունենում։ Հետևաբար իրական Հայաստանի գաղափարախոսությունը ապագան այսօր կառուցելու մասին է։ Այսինքն ապագան եւ այսօրը պետք է ձևավորվեն միաժամանակ, միմյանց համահունչ եւ իրար հետ։ Այսօրը եւ ապագան չպետք է նաեւ կորցնեն կապը անցյալի հետ։ Այս էլ է շատ կարեւոր նորություն։ Եվ այսօրվա ապագայի հիմքում պետք է դրվի անցյալի հետազոտությունը։ Ուշադրություն դարձրեք ոչ թե անցյալը, այլ անցյալի հետազոտությունը, այսինքն դրանից բխող հետևությունները։ Այս էլ է մեր իրականության մեջ քննարկող ու իրոք շատ կարևոր թեմա, չափազանց մի կարևոր թեմա, մեր կապը մեր անցյալի հետ, մեր կապը մեր պատմության հետ, որովհետև դա մեր կապն է մեր ինքնության հետ։ Անկախ նրանից ինչպիսին է պատմությունը, պատմությունները կարող են լինել ամենատարբեր ձևով։ Դա էլի նույն ձևի, ոնց որ ապագան կապված է, հենված է այսօրվա վրա, այսօրն էլ անկախ ամեն ինչի հենված է երեկվա վրա։ Եվ կա մի կարևոր նրբություն, հնարավոր չի, նույնիսկ շատ ուզենալու դեպքում, հնարավոր չի այսօրը եւ ապագան կտրել անցյալից։ Եթե որևէ մեկը օրինակ շատ են չէ ասում, որ փորձ արվում ջնջել մեր անցյալը, փորձ արվում բան անել, խմբագրել մեր այդ անցյալը։ Այդ ինքնին դա անհնար է, դա եթե չեմ ասում դա որպես խնդիր աբսուրդ է։ Դա անհնար է, դա չի կարող այդպիսի բան լինել։ Դա մոտավորապես նույնն է, որ ասես մարմինդ երկատես, ասես հիմա ես որոշել եմ այլ կերպ ապրեմ եւ առանց իմ մարմնի մի մասի։ Դա մահացու է, բայց այստեղ ինչի մեջ է խնդիրը։ Ինչի մեջ է խնդիրը։ Խնդիրն է նա, որ անցյալի ընկալումը պետքա լինի հետազոտության վրա։ Այսինքն անցյալը այսօրը եւ ապագան է պետքա անընդհատ լինի հետազոտության մեջ, առավել եւս անցյալը,
որի փաստերը հայտնի են եւ հասանելի են։ Ապագայի փաստերը հայտնի եւ հասանելի չեն, դրա համար ապագան մենք չենք կարող հետազոտել խորությամբ, բայց անցյալը մենք կարող ենք հետազոտել խորությամբ եւ հետեւաբար այս նյուանսը նույնպես շատ կարեւոր է։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ըստ այդմ հենց սրա արտահայտությունն է։ Պատմությունից արված հետևությունների, այսօրվա կարիքների, ապագայի տեսլականի համադրություն։ Եվ ես փորձեցի նախաբանով ցույց տալ, թե ինչու ենք մենք ընդհանրապես խոսում սրա մասին, ինչու ենք գաղափարախոսության մասին խոսում, նաև հենց այդ կապը ցույց տալու եւ նաև կարևոր է, որ մեր գործողություններին գնահատելու տեսակետից եւ անհրաժեշտությունից վերցնելով։ Եվ հետեւաբար այն դրույթներից եւս մի քանիսը կշեշտեմ, որոնք արդեն հրապարակված են, հայտնի են, բայց ես ուզում եմ այսօր ընդգծել։ Մասնավորապես այն, որ իրական Հայաստանը Հայաստանի Հանրապետությունն է միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով։ Այս թիվը արդեն հայտնի է Հայաստանի Հանրապետությունում, բայց կա հետաքրքիր մի երևույթ, որ այս թիվը հայտնի չի եղել Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ինչու է անհրաժեշտություն առաջացել այս թիվը ընդգծել, որովհետև հենց գաղափարախոսական առումով անհրաժեշտություն է առաջացել պատասխանել մի հարցին, իսկ ո՞րն է Հայաստանը։ Որովհետև այն հարցին ի պատասխան, թե ո՞րն է Հայաստանը, այս հարցը կարող է դառնալ ուղենիշ եւ չափանիշ, թե այս որոշումը որևէ որոշում ճիշտ է թե սխալ է։ Որովհետև ու կա նաև մի շատ կարևոր հանգամանք, որ այն փաստը, որ այս թիվը շատ հայտնի չի եղել Հայաստանի Հանրապետությունում, ինքը ստեղծել է մի տարօրինակ հարցադրում կամ մի տարօրինակ արձանագրում, երբ որ հայտնի իրադարձությունները եղան եւ մեղադրանք հնչեց, որ օրինակ ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ես դրան արձագանքեցի հետևյալ կերպ, որ ես իրականում ճանաչել եմ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Սա շատ հետաքրքիր նյուանս է, որովհետև երբ որ մենք հայտարարում ենք իմ ընկալմամբ, որ մենք ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականությունը, թվում է թե մենք ճանաչում ենք մեր հարևանների տարածքային ամբողջականություն եւ դա ճիշտ է եւ այդպես է, բայց սրա խորքային մեկ այլ նպատակ ինքը ունի, որ դու ճանաչում ես քո իսկ երկրի տարածքային ամբողջականությունը եւ քո երկրի տարածքային ամբողջական եւ այդ ժամանակ ես հարց ինքդ հասկանում, որ փաստորեն դու ինքդ այդքան էլ չես ճանաչել կամ ճանաչելիս չես եղել, առնվազն այն իմաստով, որ թիվը անծանոթ է եղել քեզ, այնքան էլ ճանաչելիս չես եղել քո երկրի տարածքային ամբողջականությունը։ Եվ սա նույնպես շատ կարևոր առանձնահատկություն է, որը ուզեցա շեշտել, որովհետև շատերի համար այդքան էլ պարզ չի, թե ինչու է այդքան դա շեշտվում, ինչու է արտահայտվում, կամ ինչու Հայաստանի կառավարությունը, ինչու է շտապում, կամ ինչու է ուզում, ինչու է կարևոր համարում, ասել, որ մենք բոլոր հարևանների տարածքային ամբողջականությունը ճանաչում ենք։ Արդյոք հարևանների սիրուն ինչ որ առումով այո, բայց մեծ առումով առաջին հերթին սեփական երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչելու համար, որը հետագայում իհարկե անդրադարձ կլինի նրան, թե իսկ ինչու ենք մենք ճանաչում մեր երկրի տարածքային ամբողջականությունը, այսօր է հարց, որը մեր իրականության մեջ նույնպես հնչում է եւ եթե հնչում է, պետք է այդ հարցին փորձ անել պատասխանել։ Հաջորդ թեզը,
որը էլի շատ է քննարկվել, հայրենիք եւ պետություն հասկացությունների հարաբերությունն է, բայց ես ենթավերնագրի ներքո ուզում եմ անդրադառնալ այստեղ ընդգծված մի առանձնահատկության եւ նրբության, որը իմ կարծիքով բավականին լայն մեկնաբանությունների եւ տարընթերցումների տեղիք տվեց, խոսքը նոր սահմանադրության անհրաժեշտության մասին թեզն է, որը իմ ուղերձից հետո լայնորեն մեկնաբանվեց որպես Ադրբեջանի կողմից առաջադրված խնդրի կամ պահանջի կատարում, այսինքն դրվեց այդ համատեքստում։ Իրական Հայաստանի գաղափարախոսության համատեքստում դա ունի բացարձակապես ուրիշ նշանակություն, չնայած այս պայմաններում հնարավոր չի ժխտել, որ այն տեքստը, որը կարա լինի, ինքը ունենա նաև տարածաշրջանային նշանակություն, բոլոր դեպքերում, բոլոր սահմանադրություններին դա վերաբերվում է։ Բայց ես նույնիսկ չեմ ուզում հիշել կամ հիշատակել, հղում անել, որ դեռևս 2020 թվականի փետրվարից մենք նոր սահմանադրության օրակարգի մասին խոսել ենք, եւ ավելին 2018 թվականի հեղափոխության հետ նոր սահմանադրության օրակարգը եղել է։ Բայց այն ժամանակ ես համարել եմ, որ դա իրագործելի չի։ Ինչու՞։ Այս նրբությունները շատերը մոռացել են, բայց 2018 թվականի ապրիլի 9-ին ուժի մեջ մտավ այն սահմանադրությունը, որը այսօր գործում է։ Եվ այսինքն ապրիլի 9-ին ուժի մեջ մտավ, գործնականում ապրիլի 22-ին տեղի ունեցավ ըստ էության հեղափոխությունը, լավ, եթե ամբողջական անենք, ասենք մայիսի 8-ին։ Եվ այն ժամանակվանից կար նոր սահմանադրություն ընդունելու օրակարգը, ընդ որում նույն հիմնավորմամբ, չնայած հիմնավորումը հիմա ավելի հարստացել է եւ անտրամաբանական էր 2 ամիս ուժի մեջ լինող սահմանադրությունը փոխել, ինչու էր անտրամաբանական, ոչ թե հիմնավորումն էր վերացել, այլ ի վերջո էլի պիտի լիներ այդ հարցը։ Հիմա խորհրդանական կառավարման համակարգ, թե կիսանախագահական կառավարման համակարգ, եւ այս հարցի պատասխանը շատ դժվար կլիներ տալ այն պայմաններում, երբ խորհրդանական կառավարման համակարգը գործում է ընդամենը 1 ամիս, 2 ամիս, 3 ամիս։ Բայց սահմանադրության թեման, նոր սահմանադրության թեման շատ կարևոր է, մեկը այն հիմնավորմամբ, որը ես ինքս ինձ համար ունեի նաև 2018 թվականին, բայց մյուսը նաև վարչապետի պաշտոնում եւ կարգավիճակում լինելու բերումով նաև այդ ընկալումը եւ դիտանկյունը խորացել է։ Իսկ ո՞րն է այդ ընկալումը եւ դիտանկյունը, որ իմ ընկալումը հետեւյալն է, որ սահմանադրությունը պետք է լինի քաղաքացիների պայմանավորվածությունը երկրում ապրելու եւ հարաբերվելու կանոնների մասին։ Այսինքն սահմանադրությունն ինչ է, որ մենք բոլորս ընդ որում էական չի, կողմ ես քվեարկե, թե չէ, կարևորն է նա, որ քաղաքացիների մեծամասնությունը կողմ քվեարկած լինի։ Հենց այդ փաստով դա պայմանավորվածություն է քաղաքացիների մեջ, թե մենք ոնց ենք իրար հետ հարաբերվելու։ Երկու քաղաքացիներ ինչ կանոններով են իրար հետ հարաբերվելու, քաղաքացին եւ պետությունը ինչ կանոնով են իրար հետ հարաբերվելու, պետական ինստիտուտները ինչ կանոնով են ձևավորվելու եւ այլն եւ այսպես շարունակ։ Բայց արդյոք այս առումով մեր սահմանադրությունը, որը կա, ինքը տեքստային առումով խնդրահարույց է։ Գիտեք, տեքստային առումով ոչ մի սահմանադրություն խնդրահարույց չէ։ Խնդիրն այն է, որ քաղաքացիների պայմանավորվածությունը տեղի չի ունեցել, որովհետև սահմանադրության թե 1995 թվականի ընդունման, թե հետագա փոփոխությունների ժամանակ ըմբռնումը եղել է այն, որ իշխանությունը ընդունել է սահմանադրությունը, բայց միշտ այդ քվեարկության արդյունքները կասկածի տակ են եղել, այսինքն եղել է լեգիտիմ ըմբռնում,
որ ժողովուրդը դրա օգտին չի քվեարկել։ Արդյոք սա էական է։ Սա լրջորեն էական է, որովհետև պատկերացրեք, եկեք պատկերացնենք մեզնից ցանկացած մեզնից երկուսի հարաբերությունը, երբ որ մենք խոսում ենք մի բան, եւ դա ավարտվում է պայմանավորվածությամբ, եւ խոսում ենք մի բան, եւ դա չի ավարտվում պայմանավորվածությամբ։ Արդյոք այս երկու իրավիճակները որոշակիորեն փոխում են մեր հարաբերությունների կերպը։ Շատ լրջորեն են փոխում։ Եվ ես գիտեք, նաև շատ իրավիճակներ կան, որ կառավարությունը որոշում է կայացնում, ես քաղաքացիները դրա վերաբերյալ դիրքորոշում են արտահայտում, այդ թվում քննադատական, այդ թվում նեգատիվ, ես քապլիցի չեմ մտածում, թե կառավարության որոշումները բոլորը լավն են, կատարյալ են կամ քաղաքացիները չպետք է քննադատեն։ Խոսքը դրա մասին չի։ Երբեմն կան նյուանսներ, երբ իմ ըմբռնումը այն է, որ քաղաքացին հարազատություն չի զգում երկրում հաստատված իրավակարգի նկատմամբ։ Ինքը չի համարում, որ սա այն կանոնը, որով իրեն պարտադրում են, որ ինքը ապրի, ինքը համարում է, որ դա իրոք իրեն պարտադրում են, որտեղ ինքը չի պայմանավորվել, որ ինքը պետք է այդ կանոնով ապրի, այսինքն ինքը դա իրանը չի համարում։ Իր օրգանական կապ չի, իր օրգանիզմի մաս չի։ Եվ այս է պատճառը, որ ինձ երբեմն բռնացնում եմ իմ մտքի վրա եւ այս բանի մեջ էլ երբ որ ասում եմ պետականազուրկ ազգի ռելիկտային մտածողություն ասելով, այդ նկատում եմ, որովհետեւ հասկանում եք իրավակարգերը շատ վաղուց մենք չենք որոշել մեր ապրելու կանոնը։ Մենք չենք որոշել մեր ապրելու կանոնը, որովհետև եղել է կայսրություն, եղել է ուրիշ կայսրություն, մի քանի կայսրություն, մենք չէ, որ որոշել ենք, թե ինչ կանոնով ենք ապրում, բայց մենք եկել ենք հիմա Հայաստանի Հանրապետությունում ենք ապրում, բայց մեր ընկալումն է նա, որ էլի մենք չենք որոշել, թե ինչ կանոնով ենք ապրում, եւ հետեւաբար մի ինչ որ պահի, երբ որ չգիտեմ մի քիչ էլ ջղայնացած ենք, զայրացած ենք եւ այլն, մեր ենթագիտակցության մեջ իրավակարգի ընկալումը նույնն է, որ սա ինչ որ մարդկանց ուրիշների կողմից մեզ պարտադրված իրավակարգ է։ Ընդ որում էլի եմ ասում, կարող են նույնը լինել օրենքներն էլ, կանոններն էլ, տուգանքներն էլ, հարցը դրա մասին չի։ Հարցը նրա մասին է, թե մարդը, քաղաքացին դա իր սեփականը համարում է, թե իր սեփականը չի համարում։ Ինքը համարում է դա իր օրգանիզմի, հանրային օրգանիզմի մաս, թե չի համարում։ Եվ հետեւաբար ես անհրաժեշտ եմ համարում, որ քաղաքացին որևէ պայմանավորվածություն ձեռք բերի եւ դա ապրելու են կանոնը, որը կա, խոսքը իրավակարգի մասին է, օրենքների ծագումնաբանության եւ այլ համարի, որ ինքն է, որ որոշել է այն շրջանակը, որում այդ ամեն ինչը տեղի է ունենում։ Եվ իվարկանել կարելի է, իսկ ինչն էր խանգարում 18 թվականի երկու սահմանադրության օրինակ բերել հանրաքվեով 15 հանրապետական ու պարլամենտական ու նախագահական տարբերակներով թող ժողովուրդը ընտրել, ինչն էր խանգարում այն ժամանակ։ Շատ բարձր արշավը կլիներ, բոլորը էսրա կողմնակիցները կգնային, ոնց որ նախորդ տարիներ էր շրջաններում Երևանում քարոզարշավ կանեն, նրա կողմնակիցները կանեն, ժողովուրդը կընտրել։ Շատ բարձր բան էր պակասում, խանգարում, ասիկ ինչն է խանգարում, չէ՞։ Խանգարում է փաստարկների բացակայությունը, պրակտիկ փաստարկների բացակայությունը, որովհետև այնուամենայնիվ առաջնորդող ուժը, երբ որ հարց է դնում, չի կարող ասի, առաջնորդող ուժը չի կարող ասել, գիտեք ինչ ժողովուրդ, դե մի հատ սենց կա, մի հատ սենց կա։ Դե դուք նայեք որն եք ուզում, ինքը պետք է դիրքորոշում արտահայտի։ Շատ դժվար է պատասխանել հարցին, որի պատասխանը դեռ գոյություն չունի, որտեղ ինքը տեսական է, որտեղ հարց պետք է ինչի ընդամենը կամ 6 ամիս կամ 2 ամիս կամ 3 ամիս գործող սահմանադրություն։
մենք ինչ ենք առաջարկում, քաղաքական առաջնորդությունը ժողովրդին ինչ է ասում, որի օգտին քվեարկի, եւ փաստարկների բացակայությունը այն ամենամեծ խոչընդոտն էր, որովհետեւ պրակտիկա կա, խորհրդանական նոր համակարգ է ձևավորվել, բայց չապրենք մի քիչ հասկանանք աշխարհի փորձ հարևան երկրներ կան եվրոպական զարգացած շատ լավ, այս շատ դիպուկ բան ասցիք իրականում, որովհետև տեսեք, այդ նույն ժամանակաշրջանում մեր հարևան երկրներում երկու հակառակ պրոցեսներ տեղի ունեցան։ Թուրքիան խորհրդանական կառավարման նույն ժամանակաշրջանում Թուրքիան խորհրդանական կառավարման ձևից անցում կատարեց նախագահական կառավարման ձևին, Վրաստանը նախագահական կառավարման ձևից անցում կատարեց խորհրդարանական ձևի։ Այդտեղ էլ է հարցը ինչ որ մեկը մեր հարևաններից սխալ արեց, մյուսը ճիշտ, ոչ, այստեղ էլ գաղափարախոսական հարց կա։ Եվ այն ժամանակ այդ գաղափարախոսությունն էլ պարզ չէր, եւ նաեւ ես ուզում եմ ասել, որ տեսեք 44 օրյա պատերազմից անմիջապես հետո էլի այդ բանը բարձացավ եւ ճիշտն ասած այդ ինչ շատ ծանրակշիռ թվաց։ Այդ ետպատերազմյան շրջանում, որ ասում են, կիսանախագահական կառավարման համակարգը փոխելը սխալ էր եւ այլն եւ այլն եւ այլն։ Եվ այն սկզբնական շրջանում, անկեղծ ասած, ես էլ այդ փաստարկները ինձ սկսել էին համոզել։ Բայց ավելի ուշ, երբ որ արդեն Գառնանը եւ Ամռանը, երբ որ ես հետահայաց նայեցի, հասկացա, որ եթե մենք կառավարման կիսանախագահական համակարգ ունենայինք, առնվազն ժողովրդավարական ճանապարհով այդ իրավիճակը հաղթահարել կամ հնարավոր չէր լինի, կամ շատ դժվար կլիներ։